Ես ուզում եմ սկսել անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ես դահլիճում չեմ եղել։ Հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն։ Ես շատ համբերատար մարդ եմ, եւ մենք շատ համբերատար մարդիկ ենք։ Եվ չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, եւ ուրախ եմ նաեւ, որ Հայաստան խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը։ Ես պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոնները այս դահլիճում խախտվում են։ Այս ընթացքում 10 օրվա ընթացքում արդեն 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն պարոն Կարապետյան ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մեկ անձամբ ձեր կողմից, մյուսը Էդգար Ղազարյանի կողմից։ Ես ելի եմ կրկնում, մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց մենք ունենք խնդրեմ, մեծ խնդրեմ ունենք մենք պարոն Կարապետյան, որովհետև ես պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության կանոնը կամ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Ես հուսով եմ դուք ինձ ճիշտ եք հասկանում։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե է խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։